Համաժողովին հրավիրված եմ իմ մարտական ընկեր Սասուն Միքայելյանի միջոցով։ Հիմնական հրավերքը ես չէի կարող մերժել, որովհետև հարգանք եմ ունեցված մարդու անձի նկատմամբ մեկ եւ նրա ծավալած քաղաքական գործունեության նկատմամբ դրա համար որպես հրավիրված ես ներկայացել եմ այս համաժողովին։ Իսկ տեսնում եք համագործակցության հեռանկարներ հաշվի առնելով, որ օրինակ նույն Սասուն Միքայելյանի ղեկավարած ուժը դեմ է, ասենք, այն գաղափարների մեծ մասին, որոնք նաև ունի համախմբումը։ Այստեղ դեմի կողմի ոչ մի խնդիր չի կարող լինել, եթե հարցը վերաբերում է այս վիճակից դուրս գալ, դեմ լինել կարող են այս վիճակից դուրս գալ նոր դեմ կլինեն, բայց հիմա հարկավոր է մեկս միջել լրացնել, մեկս միջել հանդուրժել եւ փորձել մեկս միջել լրացնելու այս վիճակից դուրս գալ։ Այստեղ մասնական խնդիրները չի լուծում, կամ ասենք կուսակցական հայաստանի խնդիր դրված չէ։ Այստեղ կա մեկ խնդիր, որի մասին միշտ բարձրացնել եմ, այս վիճակից դուրս գալ։ Այսինքն դուք չեք բացառում եւ կա ըստ ձեզ հնարավորություն, որ երկու ուժերը կարողանան երկու ըստ էության արդեն դաշինքները համագործակցել։ Ես չնայած այդպեսի ձեր գործընթաց չկա, տարի սկսված չէ, որ ես կարողանամ միանալ նշել, որ այդպեսի գործընթաց է սկսված, բայց որ ոչինչ չի բացառում, դա 100% կարող եմ մատնանշել, ես ուրախ կլինեմ, որ իրենց ընդդիմադիր համարող բոլոր ուժերը գոնե մեկ անգամ կանգնեն կողքի եւ բրկեն այս իրավիճակը։ Նաեւ դեր համագործակցությունը չեն բացառում որոշ տեսաբաններ Ծառուկյան դաշինքի հետ։ Դուք տեսնում եք նման հեռանկար, եղել է առաջարկ կամ քննարկում։ Դեր Ծառուկյանը բարձր չի բարձրացնել ամբողջովին, թե ինչ է ուզում արած լինի, եթե նա ընդդիմադիր դաշտում է լինելու, բնական է ոչինչ չի բացառում։ Նորից եմ կրկնում, ամեն մի շուտ, ամեն մի փոքրիկ կան անգամ կարող օգտակար լինել այս վիճակից դուրս գալու համար, այնպես որ ժամանակը ցույց կտա այս օրը։ Դուք նշեցիք, որ Սասուն Միքայելյանը ձեր մարտական ընկերն է, այս դեպքում արդյոք ավելի նախապատվելի չէր լինել այն ուժում, որտեղ ինքը կար եւ ոչ թե մեկ ուրիշ ուժի ներկայացուցիչ հանդես գալ։ Գիտեք, ոչ, այդպես դա հարց այդպես դրված չի եղել ժամանակին, ես չգիտեի, որ դա զարգացում դեպքերի կարող է լինել, դա ճաշակի խնդիր է, մեկ հայտնվել է մեզ այնտեղ, հայտնվել է այնտեղ, բայց երբեք չի խանգարում դա, որ մենք լինենք մարտական լավ ընկերներ, անգամ չի բացառում, եթե հանկարծ ռեյտինգային կարգավիճակով Սասուն Միքայելյանը առաջադրվի, չի բացառում, ես կարող եմ գնալ եւ պաշտպանել իմ մարտական ընկերները։ Եվ ոչ թե ձեր կուսակցին, այո։ Կուսակցությունը կպաշտպանեմ ամբողջ Հայաստանում, իրենք պաշտպանեն այս ռեյտինգային համակարգը։ Ինչ է եղել։